Տարբեր լեզուներ, մշակույթներ, բայց մեկ ընդհանուր նպատակ՝ երկխոսության միջոցով լուծումներ գտնել գլոբալ խնդիրներին։ Վանաձորը հյուրընկալել է Եվրոպական երիտասարդական պարլամենտի 13-րդ ազգային ընտրական կոնֆերանսը։ 4 օր հայ եւ եվրոպացի շուրջ 150 երիտասարդ քննարկում են մարդու իրավունքների, շրջակա միջավայրի, միգրացիայի, թվային զարգացման եւ այլ արդիական թեմաներ։ Եվրոպական երիտասարդական պարլամենտը ինքը գրեթե նույնական եվրոպական պարլամենտի մոդելով է ստեղծված ու այս կոմիտեների աշխատանքի արդյունքում քանի որ մասնակիցները շատ կոնկրետ խնդիրներին, շատ կոնկրետ լուծումներ են առաջարկում, դրանք վերջում դառնում են մի ամբողջական լուծումների փաթեթ եւ ավելի հաջողվածները ներկայացում են իրական եվրոպական պարլամենտին։ Մենք նաև առաջնահերթություն ենք տալիս մեր միջոցառումներն իրականացնել Հայաստանի այնպիսի վայրերում, որոնց մասին Եվրոպայում կամ առհասարակ աշխարհում շատերը նույնիսկ չգիտեն, որպեսզի այդ համայնքների երիտասարդներին նույնպես հնարավորություն տանք մասնակիցը դառնալու մեծամասշտաբ կոնֆերանսների։ Վանաձոր 2026 կոնֆերանսի հիմնական գործընկերները ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն ու մեր երկրում Գերմանիայի դեսպանությունն են։ Կոնֆերանսին երիտասարդները քննարկում են նաև նրանց առաջարկած թեմաները, որոնք հատկապես միտված են առողջ ապրելակերպին։ Մենք հետևում ենք բոլոր պատվիրակների աշխատանքին, նրանց գնահատում մի շարք չափորոշիչների հիման վրա, ակադեմիական պատրաստվածություն, ստեղծագործական միտք, օրինակ թե որքան լավ են կարողանում ղեկավարել իրենց հանձնաժողովները, ազգային նստաշրջանից հետո որոշները կընտրվեն մասնակցելու արդեն միջազգային նստաշրջաններին, որոնք տեղի կունենան Ֆրանկֆուրտում եւ Պորտոյում, մասնակցելու է ավելի քան 200 պատվիրակ մոտ 40 երկրից։ Հանձնաժողովներն աշխատում են առանձին, ուսումնասիրելով իրենց վստահված թեմաները, վերլուծում են խնդիրներն ու առաջարկում լուծումներ։ Աշխատանքի արդյունքն այն բանաձևերն են, որոնք ներկայացվում են գլխավոր վեհաժողովում։ Ես նախագահում եմ արտաքին գործերի հանձնաժողովը։ Մեր թեման վերաբերում է Եվրամիության ընդլայնմանը։ Խոսքն այն երկրների մասին է, որոնք Եվրամիության անդամության թեկնածուներն են։ Մեր հանձնաժողովի նպատակն է գտնել որոշակի լուծումներ, օգնել այդ երկրներին հասկանալու, ինչ քայլեր ձեռնարկել դեպի Եվրոպա գնալու ճանապարհին։ Թեմաները հենց կոչվում է online radicalization, այսինքն էքստրեմիստ խմբերը ինտերնետում ինչպես քչացնել, ինչպես երիտասարդությանը սովորեցնել, որ չի կարելի մասնակցել, ինչպես ստեղծել լավ խմբեր։ Որոշեցինք ստեղծել այդպիսի պլատֆորմաներ, որտեղ կարող են երեխաները ծանոթանալ, եթե չունեն ընկերներ իրական կյանքում, կարող են ձեռք բերել ընկերներ ինտերնետում, սոցիալական ցանցերում, տարածել, այսինքն բարիություն, այսպես կոչված։ Կոնֆերանսի մասնակիցները Վանաձորում ներկայացնում են նաև իրենց երկրների մշակույթը, ազգային երգն ու պարը։ Սա լավ հարթակ է երիտասարդների ձայնը լսելի դարձնելու, զարգացնելու միջմշակութային հաղորդակցությունը, կազմակերպչական եւ առաջնորդության հմտությունները։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։